Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտարարություն է տարածել ընտանիքի միջոցով։ Արցախի նախկին պետնախարարը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ եւ չի նշանակում հրաժարում պաշտպանությունից, հայտարարել է ընտանիքն ու շեշտել, որ այս կերպ Վարդանյանը չի ուզում լեգիտիմացնել այն գործընթացը, որն ի սկզբանե կապ չի ունեցել արդարադատության հետ։ Բողոքարկումը իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ եւ առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող եւս մեկ գործիքի։ Այս պայմանում վերադասատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի իրավունքի նորմերի, թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչ բնավ այդպես չէ։ Մենք կշարունակենք պայքարել արդարադատության համար, միջազգային իրավական մեխանիզմների եւ միջազգային այլ ատյանների միջոցով։ Անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։